Դե ինչ, Բաքվից հիմա էլ խոսում են Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգության մասին։ Ինչ կա դրա տակ հետաքրքիր։ Շատ բնական է, որ չստանալով, չտեսնելով հակազդեցություն Հայաստանի իշխանությունների պատգամարմինների կողմից, երբ որ հակազդեցություն ինչին։ Ղարաբաղի Արցախի մշակութային ժառանգության սեփականաշնորհման ոչնչացման ադրբեջանական ձգտումների վերաբերյալ Ադրբեջանը աստիճանաբար քայլ անցնում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու գործընթացին։ Այդ առումով բավականին մեծ քարոզչական գործընթաց է սկսվել Ադրբեջանում, հատկապես վերջին շրջանում սաստկացել է դա։ Բայց ինչն է Հայաստանում ադրբեջանական մշակութային ժառանգություն համարվում, պետք է ցույց տան ինչ-որ բաներ։ Նայեք, ինչն է Ղարաբաղում, Արցախում ադրբեջանական մշակութային ժառանգությունը, որ ասում են ամեն ինչ այդ նարատիվների մեջ տեղավորվում է, այն ինչ որ հնարավոր չի հայտարարել իսլամական մշակութային ժառանգություն ու ըստ այդմ ադրբեջանական հայտարարում են ալբանական ու այդ կողի տակ ներկայացնում որպես իրենց մշակութային ժառանգություն, այնպես որ ոչ մի զարմանալի բան չկա, որ հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը կամաց հետզհետե հայտարարելու են ադրբեջանական մշակութային ժառանգություն։ Դրա համար գաղափարական հենքը արդեն պատրաստված է 2 տարի առաջ, երբ որ հրապարակն է տվեց Արևմտյան Ադրբեջանի շինծու թեզը, Արևմտյան Ադրբեջան վերադարձնալու շինծու գաղափարախոսությունը, որը եւս հակազդեցություն արժանավայել չստացավ Հայաստանի Հանրապետության իշխանություններից ու այդ թեզը պիտի շարունակվի։ Մենք տեսանք, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը արդեն ինքը անձամբ խոսում է այն մասին, որ պետք է տեղի ունենա վերադարձ, վերատիրացում մշակութային ժառանգության, որը թողել են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բնականաբար դրան կհետևի այն հանգամանքը, արդեն սկսվել է խոսվել այն մասին, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է արևմտյան Ադրբեջանի հողերի վրա ու հետևապես ամբողջ ժառանգությունը ինչ որ կա Հայաստանի Հանրապետության մեջ, դա ադրբեջանցիների ժառանգությունն է։ Հայկական եւ ադրբեջանական հանրություններից Ադրբեջանի այդ նարատիվները ելով է հավատում կամ անցալու։ Նայեք, մի սուտը, որ բազմաթիվ անգամներ, բազմաթիվ ամբիոններից կրկնվում է, ինքը դառնում է կամաց սովորական ու դառնում է սովորական անգիտակ մարդ։ Մենք չենք կարող մտածել, որ ամբողջ միջազգային հանրությունը, բոլոր ժողովուրդները գիտակ են։ Իհարկե, գիտական հանրության համար, հանրույթի համար այդ նոր թեզերը լրիվ շինծու են, հասկանալի է դրանց հակագիտական լինելու հանգամանքը, բայց գիտական հանրությունը եւս կարիք ունի քաղաքական աջակցության, այդ քաղաքական աջակցությունը, որ ճիշտ է ասում, դա էլ անպայման կխոսենք։ Իսկ միգուցե Ալիևը չի կարողանում մարսել Ղարաբաղը, մեծ ասած, չէ, Ղարաբաղը նախ եւ առաջ դա պատմություն է, մշակութային, հոգևոր, դարավոր արժեքներ։ Միգուցե դա չի կարողանում մարսել կամ չի ստացում, հիմա պետք է հակառակ բևեռը ստեղծեն դրա։ Ես կարծում եմ, որ լրիվությամբ ճիշտ տրամաբանություն կա ձեր ասացի մեջ, չկարողանալով մարսել բուն Արցախը, ավելի ընդլայնում այր նկարտումները, որպեսզի արցախյան խնդիրը մի քիչ ստվերի տակ մնա ու ավելի մեծ բաների մասին է խոսում, ինչը կարծես թե հաջողվում է իրեն այն դեպքում, երբ չկա, կրկնում եմ, արժանի համաչափ արձագանք Հայաստանի Հանրապետության կողմից։ Դե հասկանալի է, զուտ ես նկատի ունեմ քաղաքական մթնոլորտ, Հայաստանի ձեռքը չի հասնում հիմա այդ խնդրին, կամ եթե հասնի էլ անպատասխան կմնա։
Բացի Հայաստանից ով կարող է զբաղվել, ով կարող է առնել ադրբեջանական վանդալիզմի դեմ։ Մշակութային ժառանգության Հայաստանը պետք է անի իրենից մշակութային ժառանգության հասանելիքը, դա ես դա չեմ շղթում։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը թե սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության եւ թե միջազգային տրամաբանությամբ առաջին հասցեատերը, թիվ 1 հասցեատերը դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գործում քայլեր այդ ուղղությամբ չի ձեռնարկում, ակնկալել, որ միջազգային հանրույթը, միջազգային որևէ կազմակերպություն պիտի Հայաստանից առաջ ընկնի ու սկսի պայքարել հայկական ժառանգության համար, չի կարելի։ Իհարկե, դա ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների խնդիրն է, նկատի ունեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարժիչ ուժը եւս քաղաքականությունն է։ Քաղաքականությունը այսօր Հայաստանի Հանրապետության այնպեսին է, որ պետք է, այսպես ռուսերեն որ ասում են, նատար մազախ իջեցնել այս բոլոր խնդիրները։